Սիրելիներս, ողջույն, սա իմ նոր վլոգի սկիզբն է ու այս վլոգը կլինի դիետայի վլոգ ու ես արդեն շատ լուրջ եմ տրամադրված, որովհետև արդեն քանի անգամ սկսել էի դիետա պահել ու չէր ստացվում ինձ մոտ, միշտ հետո թողում էի 2 կիլոնի հարում էի, հետո հետ էի գալի, սկզբի քաշս ցույց տվեցի 60 կիլո 700 գրամ էի, շալվարի վրա ցույց կտամ ընդհանուր իմ ֆիգուրան, որովհետև ահա որ իրոք չաղացել եմ։ Դրա համար եկեք միասին, եթե ցանկություն ունեք նիհարելու հա կյանքս, եկեք միասին նիհարենք։ Ես արդեն գնումներ 3 կատարել եմ։ Տեսնենք այսօր ինչ կուտեմ։ Ջանք։ Սիրելիներս, սա իմ նախաճաշն է, այստեղ սպոսն հենց ուզեցի, սպոս սոված եմ արդեն 10-ից կես է մեզ մոտ արդեն, սոված եմ, դրա համար կուտեմ սպաս, մինչև սալաթը ու մնացած ուտելիքը պատրաստեմ։ Այսօր երևի ձուկ կպատրաստեմ, որտեղ ճուտսել է ձուկ ուզում։ Այտենց ցույց կտամ։ Հիմա սպաս կխմենք, ճուտսել է խմում սպաս, ինքը տոստը ուտում իր ջրով։ 3 խանութից գնել է, այսենց կրիվետկա, հիմա որոշեցի պաստա սարքեմ, որովհետև հենց այտենց ինչ-որ մսային բան չկա տունը, միակ հարմար տարբերակը է, այսպես պաստա սարքելը, որ ուտեն ընտանիքի անդամները, իսկ իմ համար, կտեսնեմ, չգիտեմ, հիմա տես ինչ-որ ախորժակ չունեմ, դեռ սպասն եմ կերել, որ ջուր չեմ խմել, հենց հիմա ջուր խմեմ, ու այս պաստան անցնենք սարքենք արդեն ջուրը եռում է սպագետի համար, սա էլ մի քիչ հետ կգա ու նոր կանեմ, մի քիչ կժարի դեմ, հետո սերուց կկնցնեմ, պանիրը մի քիչ կրծնեմ մեջը, որ այդպես ավելի համով ստացվի։ Էսա իմ պաստան կրիվետկայով, այսինքն հենց սոուսը կրիվետկայով, ինքը խիտ է եղել սոուսը, ավելի բեշամելի նման, որովհետև սերուցքը ու կաթ ավելացրեցի, իսկ կաթի մեջ գթալ ալյուր խառնեցի, մեկ ճաշի գթալ ալյուր։ Դրա համար մի քիչ խիտ է եղել ու այդպես ավելի համով է ինքը ստացվել, մի քիչ փորձել եմ, շատ համեղ էր։ Հիմա մի հատ ամուսնուս կարծեմ, կտնամ իրան դուր եկավ, այս սոուսը թե չեմ։ Տեղել սպագետին է պրոստը խաշված։ Մեզ մոտ 1:30 է ու մենք վերև ենք բարձացել։ Հիմա ես արդեն հագել եմ իմ սպորտային հագուստը, պարապեմ, ճիշտ օգունս տանում է, որ օգնած եմ, հավես չունեմ, գլուխս ցավում է ու սոված եմ, բայց կպարապեմ, որ ուզում եմ պարապելով նիհարեմ, որ ոչ թե մենակ տենց նիհարեմ ու մաշկս մնա նույն ձև, քանի որ ցիլուլիտ, տենց բաներ էլ մոտս առաջացել, ուզում եմ հենց մկաններ ձեռք բերեմ, իմ մկանները լրիվ գնացել են, չնայած մկանները լավ հիշողություն ունեն, այսինքն եթե դուք ժամանակին լավ սպորտային կազմվածք եք ունեցել, ձեր մկանները այդ ամեն ինչը հիշում են ու եթե սկսում եք ձեր պարապմունքները, որը որ ես եմ անում, վեր եմ սկսում իմ պարապմունքները, մեր մկանները ավելի արագ են զարգանում, քան թե այն մարդը, որ ի սկզբանե ինքը մկաններ չի ունեցել զարգացած, մի խոսքով ինձ ավելի հեշտ է, հիմա հեշտ կլինի նորից մկաններ կառուցել, քան այն մարդուն, ով որ 0-ից է սկսելու, քանի որ ասեցի մկանները շատ ուժեղ հիշողություն ունեն։ Այստեղ միտեղ, որ վերջացնեմ, կդնեմ իմ պարապմունքներն ու կասեմ, ինչ, վերջում հետո պարապմունքի կասեմ, եկեք մի հատ չափսերս հենց հիմա չափեմ ու ասեմ ինչքան է, որովհետև հաստատ այն անցած մասում ասեցի այստեղ կգրեմ, բայց ինձ թվում է հենց ավելի լավ է ես հենց հիմա չափեմ մի վայրկյան ու ասեմ։ Ուրեմն 59.5 ազդրս, 86 փորս, 76 մեջքս, իսկ 30 թևս, որ իմանաք, իմ թևը առաջ 24 սանտիմետր, ազդրս 52, փորս 60, փորս 70, իսկ 60, այսինքն 57-59 սանտիմետր, այդպես մեջ էր տատովում ու ես ծննդաբերությունից հետո եկել եմ իմ քաշին, այսինքն 52 կիլո էի դարձել, հետո հենց, քանի որ ես իրան մենակ, Արմենիս մենակ մայրական կաթով եմ կերակրել, ոչ մի ուրիշ փոշի ու ես միջև տարի 7-8 ամսեկան եմ կերակրել, նորմալ եմ կերակրել, կտրելուց հետո, այսինքն ապրիլն էր, թե մարտն էր, որոշեցի, որ վերջացնում ենք արդեն, դրանից հետո ես սկսեցի չաղանալ ու սենց դարձավ 60 ու 700 գրամ, 60 կիլո 700 գրամ։ Նիհարում ահա որ շատ դժվար է ինձ մոտ ստացվում, եթե իմանաք, ես երևի իմ արդեն 4-րդ փորձն է, որ ես
դիետայի մեջ դիետա եմ պահում, բայց չի ստացվում ինձ մոտ, 2 կիլո եմ կարողանում նիհարել, 58 կիլոգրամ եմ դառնում, հետո 58-ից դառնում եմ էլի 60 նորից հետ։ Հուսանք էսի կստացվի ու վերջնական կլինի, որովհետև ես արդեն փորձ ունեմ 10 կիլո նիհարելու, բայց դա մինչև երեխեներ։ Զգում եք հիմա ես ինչ եմ անում, հիմա ես հանգիստ մի հատ տեղավորվեցի, խոսում եմ, որ չգնամ պարապելու, բայց հիմա կհելնեմ, կպարապեմ, հետո Արմենից կքննացնեմ ու ես կհանգստանամ, ավելի լավ այդպես, քանց թե ոնց որ ասում եմ պարապեմ, ես պարապեմ, ինքը քնից արթնանա ու ես ժամանակ չեմ ունենալու վերականգնվելու, դրա համար քանի հիմա իր քունը չի տանում, դեռ մեզ մոտ 1-ն է ժամը, ամուսինս արդեն աշխատանքից եկել է, կպարապեմ իրան, կքննացնեմ ու կհանգստանամ։ Գնացինք։ Ես եմ։ So cool. Mama. Ես 15 րոպե նոր պարապեցի ու իմ վիճակը 15 րոպե պարապելուց հետո։ Խլոյի Ցինկի պարապունքն եմ արել 2 շաբաթ 2019 թվականի առաջել էի էտի անում, երևի անցած դետայի ժամանակ ասել եմ, մնացածը շատ դժվար են, հիմա համար չեն, հիմիկվա այսին վիճակի համար չեն։ Այսօրվա պրոգրամի մեջ մնաց ընդամենը 10 րոպեն փորի համար նախատեսված վարժությունների, հիմա այդ 10 րոպե կանեմ, ընդհանուր կլինի 25 րոպե, որ ես պարապեցի։ Դա էլ կանեմ եւ վերջ։ Ես բրծա իմ պարապունքը 10 րոպեն էլ ահա որ հոգնել եմ, հիմա Արմենին կքննացնեմ ու կմտնեմ լողանալու։ Կամ հեսա տնամ, եթե Սերոժը կարա իրախուն նայի, կնայի, կմտնեմ շուտ կլողանում, կդուրս կգամ, այդպես, տեսնենք, մենք երեկոյան զբոսանքի ենք դուրս եկել, ճոտ այս կսիրան լավ խատով, Խոզո, Սա իմ այսօրվա երկրորդ սնունդն է, այստեղ կաղամբը, քյարավուզ, գազար, 1 ճաշի գթալ ձեթ, լիմոն եւ 1 կտոր ձուկ բեռոցում եփված։ Ամեն ինչ չվերջանա, հենց առաջին օրը։ Ու որ տենց կերա, չգիտեմ, քյարավուզից նեխուրից էր, թե կաղամբից էր։ Ստամոքսս ահա որ սկսեց ցավալ, կամ էլ ձկից էր, չգիտեմ։ Այս սրան ուշադրություն մի դարձրեք, այստեղ նոր եմ իմ գիշերվա խնամքն եմ արել ու ինքը որ քանի որ ծակծկում է, ավտոմատ քրտնատադրություն է առաջանում, այս հատվածում այստեղ էլ եմ քսել ու ասեմ, որ շատ լավ օգնում է այս պարանոցային շրջանի այս կնճիռները, իրանք կամանց ավելի մակերեսային են դառնում, հենց օրինակ այս հատվածը, հիմա ասենք շողքով երևում է, բայց որ հայելու մեջ ես նայում, տենց չի երևում, կերա, մի քիչ ստամոքսս ցավում է, բարձրացել ենք վերև, չգիտեմ, լավ կլներ, որ ճուտս քներ, ես էլ շուտ քնեի, որովհետև շուտ քունն էլ է լավ օգնում, չնայած հիմա արդեն էտել են ասում, որ տենց բան չկա, որ օրգանիզմը կարևորը խորը քուն լինի, ոչ թե օրինակ առաջ ասում էին, որ 10-ից 12 ընկած ժամանակում արթնանում նիհարելու հորմոնը, եթե քնի մեջ ես լինում, խորը քնի մեջ, բայց ինձ թվում է ոչ թե կարևորա կոնկրետ ժամը քնելու, այլ կարևորա, որ նորմալ քուն ունենալը, այսինքն խորը նորմալ քուն, ոչ թե մակերեսային։ Սպաս եմ խմել առավոտյան, ժամը 10-ից սպաս խմեցի, հետո այդ ճաշը, որ պատրաստեցի, կրիվետկայով,
սպագետին, որ պաստան պատրաստեցի, այդ դրանից ընդամենը 2 գթալ փորձեցի, ուզում եք տեսնեի համով ստացվել թե չէ։ Համով է ստացվել, դրա համար երկրորդ գթալն է կերա։ Հետո ճուտիկս իրան տոստ էի արել։ Շատ փոքր իրա տոստից կերա։ Մի քիչ արևածաղիկ եմ կերել, մի բուռ, այդպես մի բուռ արևածաղիկ։ 1 հատ նեկտար, փոքրիկ, sense փոքրիկ նեկտար էր։ Կես դեղց, էլի փուճուրիկ ծառի դեղցներ, փուճուրիկ դեղցեր, կեսը կերել էի, կեսը փչացած էր, կեսը կերել։ Ու ընթրիքս կերա սալատ, իմ պատրաստած աղցանը, կաղամ, գազար, նեխուր, լիմոն, շատ քիչ աղ, սև պղպեղ, բայց եթե անկեղծ ես ուրիշ աղցան էի ուզում, մամաս շատ շուտ, երբ որ նիհարում էր, դիետա էր պահում, աղցան էր պատրաստում, ինքը ոլորով էր այդ աղցանը, կանանչ ոլորով, եփում էր ոլորը, քյարավուզ էր, ու էլ չեմ հիշում մեջը ինչ կար։ Իմ հիշելով ոնց որ կաղամբ էր, բայց մաման ինքն էլ չէր հիշում, ես իրան հարցեցի, ասեց չի հիշում, ասեց բայց ոնց որ կաղամբ չկար։ Դրա համար այդ աղցանը չստացեց այնքան համով աղցանը, չեք պատկերացնի, ես որ սարքում էր անդադ ուզում էի այդ աղցանը, հիմա էլի ուզում եմ այդ աղցանը, բայց չեմ հիշում, հələ համացանցում կգտնեմ, ինձ թվում է ոնց է չլինի կլինի։ Այդպես այդ աղցանը կերա 1 կտոր ձուկ, այդ ձուկը 1 կտորը 125 գրամ էր, իսկ իրա 100 գրամի մեջ 195 կիլոկալորիա ուներ, առանց ձեթի եմ պատրաստել, ջեռոցի մեջ եմ տապակել ձուկը։ Մի քիչ 200 կիլոկալորիայից ավելի, իսկ այդ աղցանի մեջ ընդամենը 1 ճաշի գթալ ձիթապտղի յուղ էր։ Ձիթապտղի, չէ, արևածաղկի յուղ էր, արևածաղկի յուղ էի լցրել 1 ճաշի գթալ, մի քիչ կաղամբներ, 4 կաղամբ, 5 կաղամբ էի առել, դե խանութում ամենափոքր կաղամբը էդ էր, մեծը չուզեցի վերցնեմ, որովհետև կփչանար, փոքրը վերցրեցի, էդ էլ այդպես 5 կաղամբա, շատ չոր, ինձ թվում է կաղամբից է, որ ստամոքսս ցավում է։ Տունը քաղցր կար։ Վաու, կրուս բան, տենց բիսկվիթային, տենց քաղցրներ կային տունը, բայց չեմ կերեմ, անկեղծ չեմ կերեմ։ Այդքանն եմ կերել, փոքր չափաբաժիններով, տենց մեծ բան չափաբաժիններով չեմ կերել։ Վաու, քուլ ես տալվա, հա, պարապել եմ այսօր։ Դուրս եկավ, որ պարապեցի 25 րոպե։ Վաու, խլայեցի, կուզեի յոգա անեի, բայց երևի չեմ անի, վաղը տերմին ունեմ առավոտ շուտ։ Բարի գիշեր, կհանդիպենք վաղը։ Սիրելիներս, սա իմ դիետայի երկրորդ օրն է, ունեմ 300 գրամ մինուս։ Խանութից գնել էի հնդկահավի կրծքամիս, այստեղ 2 բարակ կտոր է։ 100 գրամի մեջ 102 կիլոկալորիա է ու շատ հարուստ է սպիտակուցով, 23 գրամ 100 գրամի մեջ սպիտակուցը։ Այստեղ 251 գրամ է, գնել եմ 4 եվրո 52 ցենտ։ Ջեռոցում պատրաստել եմ, առանց զետ առած ինչ-որ մի բան, բրոկոլին եմ նույնպես պատրաստել ջեռոցում, այստեղ սալատ, դդմի կտի յուղով եւ քացախով ու այստեղ բանջարեղեն է։ Սիրելիներս, ենք վարձացել ենք, ես արդեն 15 րոպեն պարապեցի, ոնց տեսնում եք, ահա որ ջհեղեղը մոտս, հիմա մնաց 10 րոպեն պարապեմ ու էլի կլինի այսօր 25 րոպե, ինձ այդքան էլ լրիվ բավական է, ճուտիս կքնացնեմ ու կանցնեմ սենյակի գործերին կամ ընդհանրապես մնացած գործերին, շատ հոգնած եմ, այսօր մեզ մոտ գրած էր, որ 42 աշնանամիջ է լինելու, իհարկե եղանակի տեսությունը ես նայում եմ ցույց է տալիս 37, 38 ոնց որ, բայց հայտարարություն էին դրել, չգիտեմ էդ իրոք իրական է թե չէ, բայց ասեցին, որ 42 աշնանամիջ է բարձրանալու, մեզ մոտ ահա որ շոկ է, այդպես կպարապեմ կվերջանցնեմ ու կանցնեմ մնացած գործերից, ժամը 3-ն է։
Սիրիներս մեզ մոտ քանց կեսա ու ես փոխվել եմ, հարկել եմ իմ կուպենիկը, մանկահետակից կուպենիկը, գնում ենք լողավազանում լողանալու, այստեղ սրբիչներն աներ, հիմա գնում ենք, տեսնենք ճուտը կմտնի, տենց։ Մենք արդեն կեժամ լողացանք, ճուտս չմտավ տենց էլ, կեժամ ես ու ամուսինս լողացանք, հենա մեր բասենի, եթե չեք տեսեմ, մենք տենց կարգասնի բասեին ունենք տան հետևը, դրված, հուսանք կալորիաները լավ ծախսեցի, այսօր 20-ից մի քիչ էի պարապել, նու հենց 20 րոպե, 25 րոպե չեմ պարապել, 5 րոպե արեցի փոլ պրեսը, 10-ի փոխարեն, այդպես 20 րոպե եմ պարապել, հուսանք ես էլ կօգնի վաղը արդյունք լինի, այսօր էլ չեմ ուտել, այդ մի անգամ ուտելս եղավ ու վсё։ Բարի լույս սիրելիներս, մեզ մոտ առավոտյան ժամը 8-ն է ու ես արդեն կշռվեցի ու ոնց տեսակ իմ քաշը 59 կիլոգրամ 400 գրամ էր, 1 կիլո երեկվանից մինուս, դե 3 համ սպորտով զբաղվեցի, համ լողացակ էժամ, լողնել 30 րոպե լողը ու ակտիվ լողացել եմ, 30 րոպե լողը բականին կալորիա է ծախսում, բայց 3 ես չիպսել եմ կերել, քիչ քանակի, երևի 30 գրամ, 50 գրամ, տենց մոտավոր։ Չիպսը ցերեկը եթե էլի ուզեմ, ցերեկը կուտեմ ու չգիտեմ այսօր ինչ կուտեմ, տունը ունեմ հայկյանք, բրոկոլի ունեմ, ծուկա տունը, այն կաղամբնա չորկա, 3-2-ի կողմերը կերա ու հետո էլ հաց չկերա, երեկոյանը որ ուզում էի կոֆե խմի, Արմենս նենց ասում կոֆե, ես որ կոֆե այդպես չեմ սիրում, սիրտս նենց կոֆե ասում, ես ունեմ շաքարի փոխարինիչ, գնել եմ, այդ դրա մեջ կալորիա չկա, նու իրա կալորիան 0.02-ա, մեկ այդ տաբլետկաներով եմ գնել, մեկ այդ, նու ինքը տաբլետկա ասելով, այդ ֆորմային ունի, այդ ֆորմայի տեսքն ունի, ես ճտացնում ես, ինքը դուրս է գալիս, փոշի չկար, ստևիան է ամենալավը, չգիտեմ դրա մեջ ստևիա կա թե չէ, բայց ստևիան մեկ ստևիան կալորիա չունի, մնացածը հիմնականում ունեն կալորիա, մնացած շաքարի փոխարինիչները, ինչումն է լավ շաքարի փոխարինիչը, մենք ինչի ենք ավել քաշ հավաքում, հա, այդ ուգլիվոդներից, բանից, որովհետև երբ որ ուգլիվոդ ենք ուտում ենք քաղցրավենիքն է ուգլիվոդ, ինսուլինը միանգամից բարձրանում է, ու ինսուլինը որ բարձրանում է, ինքը միանգամից ուտելիքը ճարպեր է ուղարկում, այսինքն դու ուտելիքի լավ կողմերը, լավ հատկությունները չես մարսում, միանգամից այդ դրանք ճարպ է գնում, ջանկյանք։ Դրա համար օրվա ընթացքում պետք է աշխատենք մեր ինսուլինը սրտի կարդիոգրամայի նման չանենք, սենց վերև-ներքև, այ հավասար պահենք, այսինքն սպիտակուցներն ու բանջարեղենները ինսուլինը էլի բարձրանում է, սենց միանգամից չի բարձրանում, հա, ստաբիլ, ինքը իր բարձրի վրա, եթե սպիտակուցներով հարուցնունդ եք ուտում, մնում է, բայց այդ չի նշանակում, որ քաղցրավենիք չպետք է ուտեք, ձեր ուզած մթերքները չպետք է ուտեք, օրինակ շոկոլադ կամ ես եթե այտենց սուր ցանկություն ունենամ շոկոլադի կամ ինչ-որ քաղցրավենիքի, ես կուտեմ, բայց քանի որ չունեմ, այտենց մի քիչ ցանկություն է, որ աչքս տենում է ուզում է, դեռ ստոպ եմ տալիս ինձ, բայց որ լինում է ժամանակներ, որ իրոք նենց շոկոլադի պակաս եմ ունենում, ու քաղցրի շոկոլադի չէ, ու հենց քաղցրի պակաս եմ ունենում, այդ ժամանակ ես կուտեմ, եթե այդ շրջանը գա ինձ մոտ, բայց քանի որ դեռ չկա, դեռ ես ինձ ստոպ կտամ, այսօր 3-րդ օրս է, տեսնենք այսօր ինչ կուտենք, մի քիչ շեղվեմ տեսանյութից, հենց վլոգից, երեկ ես վլոգ էի նոր տեղադրել, այնտեղ Անի Family Video արդեն շատերիդ հայտնի կլինի ինքը, ես մի քանի անգամ ներկայացրել եմ, ինքը միշտ մեկնաբանություններ է գրում, նախ շատ շնորհակալ եմ Անի ջան, որ իմ համար անհանգստացել ես, ինքը հարցնում էր, ունեմ ես հարցը այդպես էր, ունեմ Instagram, ինքը Instagram ունի, կարող եք միանալ իր Instagram-ին, ես նույնպես ունեմ Instagram, բայց քանի որ վլոգների պատճառով հեռախոսից մեջ տեղ ընդհանրապես չկա, ես կայ ծրագիրը ջնջել եմ հեռախոսիցս ու չեմ մտնում, իրոք ինտերնետով մտնելը ահավոր դժվար է, Instagram-ից օգտվելը
Երբ որ հեռախոսս փոխեմ, այդ ժամանակ Instagram-ի հավելվածը կքաշեմ ու կմիանամ մեծ սիրով քեզ Անի ջան։ Բայց հիմա ժամանակավոր շատ ծրագրեր ես ջնջել եմ, բավականին շատ ծրագրեր, որովհետև վլոգը ահա որ մեծ տեղ է զբաղեցնում իմ հեռախոսի մեջ։ Ես նկարներ եմ ջնջել, մի քանի շաբաթ առաջ 1400 քանի հատ նկար ջնջեցի, որ կարողանամ գոնե տեղ լինի, վլոգները կարողանամ մոնտաժել, կարողանամ գցել, դրա համար էսենց ավելի է քչանում վլոգներս, որովհետև ամեն անգամ այդպես բան անում ու ես նկար եմ ջնջել, վլոգ եմ ջնջել ու էլի տեղ չկա հեռախոսիս մեջ, մի քիչ խնդիրներ էլ ունի իմ հեռախոսը, արդեն փոխելու ժամանակն է, բայց դեռ հիմա ֆինանսապես չեմ կարող, հենց ժամանակը կգա, կփոխեմ։ Ուզում եմ շատ շնորհակալություն, մեծ շնորհակալություն հայտնեմ Անի Family Video իրականացողության համար։ Ինքը հատուկ վիդեոներ, այստեղ վիդեոն հենց կտեղադրեմ։ Ինքը առանձին տեսանյութ նկարի բլոգերների համար, ովքեր նոր են սկսում, ինքը ներկայացրել էր այդ ալիքները ու այդտեղ իմ ալիքն է կար։ Վիդեոն տեսանյութը այստեղ կթողնեմ, որ դուք հեշտությամբ գտնեք ու մտնեք, տեսնեք, հնարավոր է ձեզ համար գտնեք բավականին հետաքրքիր բլոգերներ, այնտեղ կան, որ հաց են պատրաստում, որ էլի առօրյանն են իրանց ցույց տալիս, մեկնաբանությունների տակ կարող եք գտնել իրան, որովհետև ինքը համարյա թե բոլոր տեսանյութերի տակ մեկնաբանություն է թողում։ Տեսանյութից հետո ինձ բավականին մարդիկ միացան, շատ շնորհակալ եմ ձեզնից, ովքեր որ միացել են, անչափ շնորհակալ եմ ու գրել էին, որ հենց Անիից են իմացել ու Անի տեսանյութից են ինձ միացրել, այնտեղ իր մեկնաբանությունների տակ էին գրել, որ միացել են, ես գրել եմ շատ, բոլորին պատասխանել եմ, բայց այսպես տեսանյութով էլ ասեմ, որ ձեզանից շատ շնորհակալ եմ։ Այսպես դադար եղավ վլոգից հիմնական նիհարելուց։ Սիրելիներս, մենք դրսում ենք, հիմա Արմենի սխալիներս սենյակից հանել եմ ու ուզում եմ լվանամ, այստեղ տերասը արդեն ջրել եմ։ Սա իմ այսօրվա առաջին ուտեստն է, այստեղ 2 ճաշի գտալ բրինձ է, բրոկոլի, այլորվա պատրաստած ձուկ է, այստեղ բանջարեղեն, նեխուր էլ կա կտրտած, բրոկոլին ինձ մոտ խաշված էր։ Մենք արդեն վերևն ենք, մեզ մոտ 2:40, այտենց ժամն է, ու նոր ես մտա իմ հլոեցինգի վառությունների էջը ու այստեղ հիմա դնեմ, տեսեք ինչքան այսօր պետք է անեմ, 40 րոպե, մի քիչ ավել դաժե, 40 րոպե ես պետքա պարապեմ, հիմա կեսը կանեմ, տենամ երեխեն երբ կուզենա քնի այդ ժամանակը քնացնեմ, մնացածը կշարունակեմ կամ շուշուտ արագ այդ քանը կանեմ, այսօր կմեռնեմ հաստատ, բայց ինչ արած կանեմ, ստոպ չեմ տա, ես ուզում եմ էլի իմ սպորտը վերականգնեմ, իմ կյանքի մի մասը դարձնեմ սպորտը, որովհետև պետքա։ Սիրելիներս, մեզ մոտ երեկոյան ժամուտն է ու ծառից դեղցը քաղել եմ, լվացել եմ, նոր լվացա, այս 2 փոքրիկը մեկը կտամ Արմենիս, եթե կուտի, մեկն էլ ես կուտեմ։ Այս խալիներն են, կհավաքեմ, լավ չորացել են, լրիվ չոր են, կհավաքեմ ու վերջ։ Բարի լույս սիրելիներս, այսօր իմ 4-րդ օրն է, երեկ գիշերը ժամը 1-ին եմ քնել, ահա որ սոված է, բայց բան չեմ կերել, փորձել եմ
They go to Ireland. Երեք գիշերը մեկանց եմ քնել, շատ սոված էի, փորձել եմ բան չեմ կերել, հիմա էլ շատ սոված եմ, բայց չեմ ուտի դեռ, ճիշտ է չիպս կա սենյակը, դեռ կմտածեմ հլը, մի հատ հլը բաժակ ջուր կխմեմ, մի 400 գրամ է, մինուս լավը, լավը 400, քանց թե պլյուս, որտև պլյուսը վաբշե կնեղասնի, երեք մտածեցի, որ իմ հանգստի օրն է, ասեցի դե թե վառություններ կանեմ, բայց ինչ հանգստի օր, այսօր էլ շատ վառություններ կան, սիրելիներս, ես ու ջուտս դուրս ենք եկել, Ես իմ ջուտնա, սես նստելա, գնում ենք խանութ, գնում եմ ադեք, սպասեր երեք ուզում, ձավարը երեք խաշել եմ, մածուն չունեինք տունը, այսքան շատ քիչ էր մածունը, գնամ մածուն առնեմ, որ սպասը սարքեմ, ամուսինս էլ պիցա ուզեց, դրոժը բայց տան փչացել էր, հետ ակտիվ դրոժներ, հա, տեսնենք եթե այնտեղ գտնեմ դրոժը, այդ կգնեմ ու կսարքեմ, հա, այդպես գնումները մեր ցույց կտամ, խանութը ադեկն են գնում, անկասայլակով են գնում, մեր մոտ այսօր մի քիչ տարօրինակ եղանակ է, երեք ահա որ շոկ էր, այսօր նորմալ, մի քիչ մռայլ անգամ հնարավոր է անձրև կա, Մայժեն ուտում ես, կերկենք, մենք արդեն տանն ենք, խի այստեղ ինձ մոտ 2 կտրոն, որովհետև կոլան մոռացել էի գնեի, 22 եվրո ընդհանուր գնումն է կազմել, 7 եվրո 54 ցենտ կոլաներն են կազմել, հիմա ցույց տամ թե ինչ եմ գնել, 29 եվրոյի 54 ցենտի գնել եմ պիցայի համար այսպեսի վեճինան է, 2 մածուն, նեկտար, 2 դրոժ ակտիվ, սա պաղպաղակը պաչկայով եմ գնել, 7 եվրո թունաձուկ եմ գնել, թապտղի յուղի մեջ և 1 լիտր կաթեի գնել, 3 հատ կոլա զրո, Արմենիս համար պաուլա և սովորական մեծի շկոլա։ Էս էլ իմ պատրաստած պիցան, շատ փափուկ է եղել, տեսեք, ես պիցա չեմ ուտի, այստեղ ինձ մոտ բլղուր է, պանիր, հալապենի կծու բիբարը, այստեղ լոլիկ և պղպեղ եմ կտրատել, կանացի թապտու, խաշած հավի միս և կխմեմ կոլա զրո, իսկ ամուսինս կուտի պիցան և սպաս, բայց բլղուրը միջև վերջ չկերա, բավականին մնացել էր, սա էլ թունաձկով պատրաստած իմ պիցան է, 2 մասի է բաժանված տուն, ձկով սիրողները շատ կան, ջուտս էլ է հենց ձկովը սիրում, դրա համար 1 պիցան էլ հենց այդպես թունաձկով եմ պատրաստել, կխմեմ սուրճը, այստեղ կապուչինոյի ապարատով եմ պատրաստել և այդ շաքարի փոխարինիչը, 2 կոճակը փոխարինում է 2 թեյի գդալ շաքարավազին, քանի որ բարձրացել ենք վերև, Արմենս է քնած էր, մոռացել եմ նկարեմ այս խմորեղենը կուտեմ, կծել էի սուրճի հետ, բիսկվիթը մեջը ծիրան, սիրելիներս մեզ մոտ ժամը 2-ն է լինում, Արմենս քնած է, ես էլ կպարապեմ այսօր կես ժամը պարապունքը լինելու, կպարապեմ, կպարկեմ, կհանգստանամ, այդպես գնացինք, ճիշտ է հավես չունեմ, բայց պետք է անեմ, ես պարապունքս վերջացրել եմ, հիմա եկել եմ վաղնիկ, ամբողջը ջուր եմ, այսպես կես ժամը պարապեցի, դենց է վերջում ասում, բայ, սիրելիներս, մեզ մոտ արդեն երեկո է, բայց քանի որ այսօր պիցան սարքեցի ու ինձ մոտ լավ ստացվեց, առաջին անգամ է, որ այդպես լավ ստացվեց պիցան, հիմա որոշեցի պատրաստեմ ֆորման տամ ու դնեմ սառցախցիկը, որ ընթացքում ձեռի տակ լինի, երբ որ ցանկություն ունենան պիցայի, վերցնեն, պատրաստեն և վերջ, օգտագործելու եմ ակտիվ դրոժ, կաթ
ջուր, շաքարավազ, աղ եւ այլն։ Եվ վերջում ձիթապտղի յուղ։ Ուրեմն ինձ մոտ արդեն ջուրը եռած, կօգտագործենք կես կաթ, կես ջուր։ Կաթը սառնա։ Եռացրած ջուր ու կաթ։ Ես ունեմ 1.5 տուփ դրոշ ու կօգտագործեմ 3 պորցիայի։ Ցերեկը որ արել էի 1 բաժակ էի ընդամենը օգտագործել, հիմա 3 բաժակ կօգտագործեմ։ Սա երկրորդն էր, հիմա երրորդ թրեցնենք։ Որ ասում են մատը պետքա կծի, հիմա կծեց։ Աղ ու շաքարավազ լցրեցի 3 թեյ գթալ աղ, 3 ճաշի թեյ գթալ աղ, շաքարավազ եւ 1 թեյ գթալ աղ։ Հիմա դրոշը հիմա ալյուր այնքան ենք լցնում, որ սմետանի խտություն ունենք։ Սիրելիներս, մեզ մոտ երեկոյան ժամը 8:30 է ու ջուտը ստանը չի, տատին դուրս է տարել, քանի ինքը տանը չի առիթից օգտվում եմ լողավազան լողալու, այդպես էլ կալորիաներ կծախսեմ, մինչ տեսնենք վաղը, ինչքան կլինի մինուսը ու վերջ։ Ես 10 րոպե լողացի ակտիվ, առանց ստոպի, բասեյնի մյուս ծայրից մյուս կողմը, հիմա կգնամ կցայվեմ մազերս նենց եմ արել, որ չթրջվի, այսօր էի լվացել, կցայվեմ և վերջ։ Տեղ ենք գնում։ Բարի լույս, սիրելիներս, այսօր իմ 5-րդ օրն է, մի քիչ այտուցված եմ արթնացել, դրա համար կովրիկի վրա եմ կանգնել, հակյա։ Մի քիչ այտուցված եմ արթնացել, նոր կովրիկի վրա կանգնեցի, երևի մի 5 րոպե կամ ավել, այստեղս դուրս է տալիս, հենց է ցավում է։ Հիմա կգնանք կշռվենք, այսօր վերջին օրը կնկարեմ ու կտեղադրեմ վլոգը, հաջորդ վլոգները կլինեն էլի մի քանի օր այդպես կնկարեմ, նորից կտեղադրեմ, որ ինքը շատ չլինի, հեռախոսիս մեջ տեղ լինի ու ձեզ էլ հետաքրքիր լինի նայել, քանի որ ինձ թվում իմ կարծիքով երկար վլոգները այդքան էլ հետաքրքիր չեն։ Ու կեժամից ավել ես տենց եմ, դրա համար աշխատում եմ կեժամից ավել չունենամ վլոգներ։ Այդպես հիմա գնանք ամենակարևոր պահին, գիշերը դե կոլա զերոյի խմե, բան չեմ կերեմ, իհարկե այդ հոտերից բուրգերների ու ֆրիե հոտից
սոված եմ, հիմա էլ եմ շատ սոված քնել եմ, սոված արթնացել եմ, բայց բան չեմ կերել դա, գնանք կշռենք։ Դե ինձ սիրելիներս, այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ վլոգում։ Եթե ձեզ դուր եկավ, գրեք մեկնաբանություն։ Տեսություն։